Առաջին ամուսինս սիրում էր ռոք երաժշտություն, երկրորդ ամուսինս չէր սիրում, որ ես ծխում էի։ Բաժանումներն են ինձ հետաքրքիր։ Ինչ տարբերություն կային այդ երկու անջատումների մեջ։ Հետո հանդիպեցի երկրորդ ամուսնուս, որը ինձ ուղղակի հետապնդում էր։ Տղան մեծանմաստոր, սրիկա, բայց դե պապան ասում էր թագավոր, հա։ Ամենացավոտ պատմություն։ Ունեմ ցավոտ պատմություն, դավաճանություններ, լիքը։ Շատ լավ բան է սիրահարված լինելը։ Սիրելը առավել լավ բան է։ Շատ եմ ուզում։ Շատ։ Ուզում եմ սիրահարվել, կապ չունի իմ, նայ, չեմ ասում տղամարդ եմ ուզում ինձ կողքից։ Ուզում եմ սիրահարվել, որովհետև չի կարելի առանց հեքիաթի ապրել։ Մի քիչ չեն սիրում հայրենիքը, ինչպես մամային մի քիչ չեն սիրում։ Մի քիչ հղի չեն լինում, հա։ Արդյունքում ինչ ունենք, իրար նման կիլոմետրերով երկիչներ ու երկչույններ ես ոչի մեջ։ Անպայման մենք պետք է լինենք բեղերով միահոնք կանայք, հյոսկերով, ով ասել։ Որպես կին կարող էի ուղղակի չախչախվել, վերջանալ եւ մի օր ինքնասպան լինել։ Կամ պիտի լաց լինեմ, կամ պիտի խմեմ եւ ուրախանամ, կամ պիտի համբուրվեմ։ Հասկանում եք, ես կարող եի սպանել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը, ասեք ինչ հավես է, ռեստորան տան մեջ, հավատացեք իմ հյուրերն էլ ամեն անգամ այստեղից հեռանում են մեծ ոգևորությամբ եւ որոնց ասում են, երբ ես քո իրական ռեստորանը բացելու, ասեմ, որ նման պլաններ դեռևս չունեմ եւ նաեւ շատ հաճելի է, երբ կոմենտներում արդիկ գրում են, կարող են գալ ձեր ռեստորան, ցավոք չեք կարող գալ, որովհետեւ սա բացառապես մեդիա նախագիծ է եւ այստեղ հյուրերին ընտրում եմ ես, բայց դա չի նշանակում, որ գուցե օրերից մի օր իմ հետևորդներից մեկը կարող է հայտնվել իմ տուն ռեստորանում։ Բայց մինչ այդ ուզում եմ խնդրել անպայման բաժանորդագրվեք Հերմինե Ստեփանյան YouTube-ի պաշտոնական ալիքին, թողնեք մեկնաբանություններ, ծեղմեք զանգի կոճակը, որ առաջինը հենց դուք իմանաք նորությունների մասին եւ չմոռանանք, որ արդեն Հերմինե Ստեփանյան TV YouTube-ի պաշտոնական ալիքում ես ունեմ նոր նախագիծ, որը կոչվում է Step by Step, որը կարող է ապահովել ձեր որակյալ ժամանցը ամբողջ շաբաթվա համար, այնպես որ փնտրեք, գտեք, հետևեք եւ թողեք մեկնաբանություններ։ Չենք մոռանում նաեւ իմ Instagram-ի եւ Facebook-ի մասին, չմոռանաք։ Ես այսօր ունենալու եմ շատ հետաքրքիր հյուր իմ տուն ռեստորանում։ Հետաքրքիր, որովհետեւ նա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, մեծ եւ հարուստ կենսագրությամբ մեկը, մարդ, ով իր ամբողջ գործունեությունը ծառայեցրել է հանուն հայրենիքի եւ իհարկե ունի ֆանտաստիկ ձայն։ Խոսքս Շուշան Պետրոսյանի մասին է։ Իդեպ մենք մի քանի անգամ փորձել ենք հանդիպել հաղորդման շրջանակներում, չի ստացվել։ Վերջապես եկավ այդ օրը, գնամ դուռը բացեմ։ Հերմինեին հյուր եմ եկել։ Հիմա վերելակով գնում եմ Հերմինեին հյուր, հետևել եմ իր հաղորդումներին եւ միշտ շատ դուրս եկել է մթնոլորտը, բարեկրթությունը եւ էսթետիկան։ Անհամբեր եմ, հասա։ Եկավ այդ պահը։ Վայ, ներեք, որ ես ինչքան ես երկար եմ գալիս։ Երեխեքն եմ հոգնել, ես տված ես վիճակի։ Մի հատ բան ասեմ, ուրեմն երբ որ ասացիր վարորդը լավներ ու երաժշտություն էինք լավ լսում, ուզում եմ ասել դուք արդեն մեծ կենսագրություն ունեք վարորդի հետ, կարող եք իրանել բերել։ Միանշանակ։ Համեցեք։ Վայ սիրունա։ Բան, վիճակի բան։ Վայ շատ սիրունա։ Մի հատ հավաքածուիցդ պատմի։ Մեծ հավաքածուն է։ Դրա վրա չի սազի բայց։ Հա, դե հա, բարձա։ Դες սպասի ես հիմա նկարում ես արդեն։ Հա։ Օխ։ Սրտիցս արում կաթալով տալիս եմ, որտեղ ես փղերի հավաքածու ունեմ։ Հա։ Եվ հանկարծ որոշեցի, որ ես պետք է փիղը, որ երջանկության խորհրդանիշ է, պետք է Հերմինեին բերեմ նվեր։ Փողոք երջանկության խորհրդանիշ։ Մերսի։ Օ, աչքերը տեսել ես, որ կանաչ քար։ Ամիշուր մած։ Դա։ Ես որ Մերսի շատ։ Սիրով քեզ զանգ են տալիս։ Շուշան ջան։ Այո։ Ես իմ աչքերին չեմ հավատում, Ես որտեղ այս հանդիպումը շատ երկար ձգվեց սպասված։ դարի նման, հա, բայց
Բայց ես մի հատ բան եմ միշտ սիրում ասել, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում։ Չկա տենց բան, որ ուշացավ, շուտ եղավ, այ ափսոս, որ չեղավ, որովհետև երբեք չգիտենք այդ լինելն էր լավ, թե չլինելն էր լավ։ Լինելու բանը պիտի լինի ուղղակի։ Իսկ քանի որ շատ սիրում եմ քո այս հյուրընկալությունները, որովհետև շատ կիրթ են, շատ ջերմ են, շատ ճաշակով են, բնականաբար շատ ուզում էի լինել ներկա։ Ես էլ շատ, ես առաջարկում ենք մի հատ բարի գալուստ ասենք իրար հայկական խաղուն գինով, որից հետո ես չգիտեմ քորա գալիս նշանակում է, որ կամ պիտի լաց լինեմ, կամ պիտի խմեմ եւ ուրախանամ, կամ պիտի համբուրվեմ։ Բարև։ Սա եղավ, հիմա խմում ենք եւ տրամադրությունն լավանում է։ Էй լավ, էլի լավ, այո։ Արդյունքներն թող ուրախության լինեն միայն։ Միայն ուրախության արդյունքներ։ Ես կարելի է չէ՞ մի փոքր փակագծեր բացեմ այն մարդկանց համար, ովքեր որ մեզ դիտում են։ Ես մի քանի օր առաջ բախտ ունեցա իմ սիրելի Շուշանին տեսնելու Դիլիջանում Դարավանդ հյուրատանը, որտեղ գիտեմ հաճախ ես լինել։ Այո, 20 տարի արդեն։ Եվ ես իմացա, որ դու աշխարհից փախել ես։ Այո։ Ու ինչի իր գնացել են դե։ Որպեսզի նկարեմ։ Այո։ Հաջողվեց։ Դե կարծում եմ այնուամենայնիվ 12 խաղալիք պատրաստ են արդեն։ Ինչ խաղալիքն է։ Որ Դարավանդի տերը, մեր նահապետը Ռազմիկ Արզույան շատ գեղեցիկ բաներ է անում, փայտից խաղալիքներ է անում։ Եվ քանի որ Մելինեն շատ կինը եւ իմ ընկերուհին, Տիկին Ռազմիկի եւ իմ ընկերուհին, մեր բոլորի ընկերուհին շատ սիրում է էքսպերիմենտներ, առաջարկեց ասես կարող են նկարես։ Աստի սիրով։ Այսինքն փայտե խաղալիքները, որոնք պատրաստ են, դուք պատկերազարդում եք։ Եվ նկարեցի եւ անամբեր սպասում եմ հաջորդ այցից։ Այնքան գործեր կան, համերգներ, ելույթներ, նկարահանումներ, որ նաեւ մամաս էստեղ է եւ անդադ ուզում եմ իր կողքին լինել։ Կարծում եմ, որ հաջորդ այցը մամայի հետ կլինենք, արդեն ինքն էլ շատ սիրում է Դիլիջանը։ Իսկ միայն խաղալիքները, թե նաեւ կարողացար գեղանկար, Չէ, դրա համար ժամանակ չկար, որովհետեւ այս անգամ կոնկրետ ծրագիրը խաղալիքներն էր, բայց այնտեղ եղել են նման բաներ։ Մենք Նուրի հետ գնում ենք, մեր մյուս նկարիչ ընկերների հետ, ժամանակ առժամանակ այնտեղ 2-3 օր մնում ենք եւ նկարում ենք։ Բարի գալուստ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Ես վստահ եմ, որ մենք շատ սիրուն օր ենք իրար հետ ունենալու։ Իմ հիշողությունների տուփի մեջ ավելանալու է իմ ու քո հանդիպումը։ Որովհետեւ ես սիրում եմ հանդիպել մարդկանց հետ, ում հետ կարելի է խոսել բովանդակալից եւ մի շատ կարեւոր բան կա, որ այսօր ուզում եմ քեզ հետ քննարկել։ Դա մեր ժառանգությունների հարցն է, արվեստի եւ արհեստների։ Ես երկար ժամանակ այս թեմայի շուրջ մտածում եի ու նենց ուզում էի լիներ մեկը, ում հետ կարող էի քննարկել ու նաեւ ստանալ պատասխաններ։ Բայց այ իհարկե թեմաներից մեկն է, որ այսօր մեզ ուղեկցելու է, մնացածը արդեն ընթացքում։ Սիրով։ Դե օրը խաղուն գինով սկսել է ինձ թվում է լավ տարբերակ է։ Կարծում եմ, այնպես որ լավն է իսկապես։ Շնորհակալություն, ես առաջարկում մեր նախուտեստը մենք այստեղ վայելենք, հետո տեղափոխվենք մեր սեղանի շուրջ։ Ինչպես գիտեք, ես Հայաստանով շատ եմ ճամփորդում եւ լինում եմ ամենամոտիկ եւ հեռու գյուղերում։ Դա իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է, իմ ընտանիքի հետ միասին։ Ես չեմ կարող պատմել, թե քանի խարխլված, ջարդուխուրդ եղած, հատկապես ասբեստից տանիքներ եմ տեսնում ես մեր գյուղերում։ Իհարկե սա շատ ցավալի է, որովհետեւ անդադար խոսում ենք այն մասին, որ ասբեստից տանիքը վնաս է մեր առողջությանը եւ ժամանակն է, որ մենք մտածենք մեր առողջության մասին եւ մեր ժառանգների մասին եւ ձերբազատվենք եւ ազատվենք այդ տանիքներից, բայց շատերը պարզապես չունեն այն գումարը, որ կարող են միանգամից տրամադրել տանիքը փոխելու համար։ Եվ վերջապես իմ շատ սիրելի գործընկեր Կտուր AM-ը գտել է լուծում, որպեսզի հեշտացնի ձեր կյանքը եւ թեթևացնի հոգսերը։ Ինչ է առաջարկում Կտուր AM-ը։ Դուք կարող եք ընդամենը 1 զանգով 8128 կարճ հեռախոսահամարին զանգահարելով լուծել ձեր բոլոր խնդիրները, ձևակերպել բանկի ապառիկը զանգահարելով հենց Կտուր AM, որովհետև նրանք ամբողջությամբ թղթաբանությունը կանեն ձեր փոխարեն։ Եվ դուք կկարողանաք արդեն փոքր վճարելով կատարել այդ մեծ ու կարևոր գործը։ Իդեպ, ինչն է շատ կարևոր, դուք կարողանում եք ձեր կտուրը փոխարինել ձեր ցանկացած նյութով եւ ունենալ երաշխիք եւ կտուրի
համար եւ հենց այն թիթեղի համար, որով եւ ձեր կտուրը փոխվելու է կամ վերանորոգվելու է։ Սա շատ կարևոր ինֆորմացիա է, եթե դուք ունեք գյուղում բնակիչներ, ովքեր ունեն կտուրի խնդիր, ապա անպայման նրանց ասացեք, թող զանգահարեն 812 կարճ հեռախոսահամարով ստանան խորհրդատվություն եւ լուծում իրենց կտուրի համար։ Սկզբի համար իմ սիրելի հյուրին հյուրասիրելու եմ պարզ բրուսկետաներ, որը կարող եք պատրաստել ամեն օր, եթե տանը ունենաք այս կարևոր բաղադրիչը։ Խոսքս իմ պատրաստած չորալոլիկով այս նախուտեստն է, որը շատ համեղ է եւ աղցանների մեջ եւ տաքուտեստների մեջ, բայց ամենահամեղն է, այնպես ինչպես ես հիմա կպատրաստեմ։ Ինչպես եմ ես պատրաստում չորալոլիկը ձիթայուղի մեջ, դա առանձին պատմություն է, այսօր գաղտնիքները չեմ բացի, նույնիսկ խանութում պատրաստի վաճառում են, դուք կարող եք այդպես գնել, հիմա ցույց կտամ, թե այս չորալոլիկով ինչ եմ պատրաստելու, ինչպիսի բրուսկետաներ եմ պատրաստելու, թավայի մեջ, մի փոքր անում եմ հենց այն ձիթայուղից, որը չորալոլիկի վրա էր, տապակում եմ հացը, ֆետապանիր եմ դնում, հիշեք, որ ֆետապանիրը չորալոլիկի լավագույն ընկերներից մեկն է։ Եվ հիմա դասավորում ենք այս կյանքի կտոր լոլիկներին։ Շուշան, մենք կսկսենք շատ պարզ նախուտեստից, լոլիկի ճիրը ես եմ նախուտեստի վերածել, ձիթայուղով, համեմունքներով եւ այլն, ինձ թվում է պիտի որ հետաքրքիր լինի, բայց մի հատ ավելի հետաքրքիր պատմություն կա այս բրուսկետաների հետ կապված։ Ուրեմն ես առնում եմ մի քանի տեսակի հաց, որ ընտրեմ, որով ավելի համեղ կլինի, եւ ինձանից գոհ հանում եմ հացը, որը կարծում եմ, որ ամենալավն է համադրվելու, պատրաստվում եմ տապակել, եկեք տեսնեմ վրան բազմաթիվ արևածաղկի սերմեր։ Եվ ես հիշում եմ, որ դու ասացիր Հերմինե ջան, միակ բանը, որ ես ալերգիա ունեմ, դա արևածաղկի սերմն է։ Վայ, հիմա ամբողջ թիմը ուշքից գնացեմ, հասկանում եք, ես կարող եի սպանել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, բայց բախտս բերեց չսպանեցի։ Իմ պայուսակի մեջ միշտ կա արևածաղկի սերմ։ Դեղ, որպեսզի հանկարծ նման գազոս չլինի։ Ահա, բայց լավ հիշեցի վերջին պահին։ Մի օր Եղբայրստանում մեռնում էի այդպես։ Եղբայրս եւ կինը շատ սիրում են տարբեր բաներ սարքել, հորինել իրենք, որ գնում ենք ինչ-որ բան, մի հատ էս փորձանում այսօր էս գրել բարդ, այսօր էս գրել այսինքն։ Հա, հələ նայ փորձ։ Դենց մի օր գնացինք պանիրների տեսականի արեցի, ստալիս մահլա փորձի սա։ Ու հա շատ լավ, մի հատն էլ կերա ու աչքերս սկսեց ջուր լցվել, սկսեց օգորտս այսպես ուռել։ Ու ես պատկերացնում եղբայրս իր բազմազավակ ընտանիքով, թե ոնց են հորքուրի տանելու։ Հորքուրի գանձերը ոնց են տանելու հորքուրի։ Հորքուրի գանձերը ոնց են տանելու հորքուրի։ Լավ է մեզ հետ հյուրեր, ես կնքահայրն ու կնքամարն էին Բեյրութից եկել եւ կինը ասթմատիկ է եւ իր մոտ միշտ դեղ կա։ Եվ բժիշկներ են երկուսն էլ։ Եթե այդ դեղը չլիներ, եղբորստանն էի հոգիս ավանդելու։ Կամ մեր տան այս։ Կամ։ Բայց լավ էր, իմ պարագայում ես մի փոքր շուտ հիշեցի, կխնդրեմ հյուրասիրվես, մենք արդեն մեզ ձեռքով էլ մեր բրուսկետաները կվայելենք։ Մի բան ասեմ, ինձ համար շատ կարևոր է, որպեսզի կերակուրները գեղեցիկ լինեն։ Օ, ես էլ եմ սիրում։ Մի բարեկամի ունեինք, որ շատ համեղ էր սարքում, բայց ինքան տգեղ էին իր ճաշերը։ Ասենք, որ բորշ էր, չէ, սարքում, ամեն ինչ այնքան մեծ էր ու սենց միշտ նեղվում էի, ձայն չէի անում, հետո երբ որ ես բորշ սարքեցի, իսկ իմ բորշը ծիսական է, այսինքն ընկերներս գիտեն բորշի օր կար, հա, ինքը շատ նուրբ է ամեն ինչը, շատ այսպես մի հատ արա դառնում, գազարը, կաղամբը, բազուկը եւ այլն։ Ես սիրում եմ, որ կերակուրը գեղեցիկ է, իմաստը շատ գեղեցիկ է։ Օ, շնորհակալություն։ Հա, ես էլ միշտ մտածում եմ, որ կարելի է նույնիսկ ամենապարզ բանը մատուցել գեղեցիկ։ Իհարկե։ Ուսանվար չի ստացել։ Բարեխորշակ։ Շատ համեղ է։ Շնորհակալություն։ Լոլիկը հրաշք։ Հա, ես ճիշտ ասած կուզենայի խաղալիքների թեման շարունակենք։ Սիրով։ Պետք է այսօր երեխեքին խաղալիքներ, ում համար եք սարքում այդ խաղալիքները։ Հեռախոսներ կան,
TikTok կա, YouTube Դե քանի որ կա ինչ հեռախոս խաղալիք։ TikTok եւ YouTube, հրավել եւս պետք են այդ խաղալիքները։ Մանավանդ որ սարքած են փայտից, բնական, գեղեցիկ գունավորված են, ինքս ինձ չեմ գովում, պարզապես հնարավորինս ճաշակ է դաստիարակում, նաեւ գունային համադրությունը եւ ռազմիկի ազնվությունը, այդ ազնվությունը, նվիրվածությունը, իր ուրախությունը ամեն մի խաղալիք ստեղծելիս այնքան թանկ է, որ կարծում եմ նաև վարակիչ կարող է լինել։ Կան հիշողություններ ձևավորված հենց խաղալիքների Իհարկե։ շուրջ։ Իհարկե։ Այն փոքր շուշան։ Այո, իհարկե։ Հա։ Իմ սիրած արջուկը ծիրանագույն, որ ունեի, շատ սիրում էի։ Այդ ամեն ինչը մնաց, բայց շարունակվում է առ այսօր իմ տոնածառի խաղալիքների հավաքածուն։ Ես մեծ հավաքածու ունեմ եւ ինձ համար ամանորը դա հատուկ տոն է։ Իմ տանը ներկա գտնվածները գիտեն, թե ինչ կերպարանափոխություն է տանս, այսինքն մտնում են հեքիաթ։ Ընդ որում յուրաքանչյուր տարածքը Միջանցքից, պետքարանից, ննջարանից, խոհանոցից, պատշգամբից, ամեն տեղը, ամեն երեխայի սենյակը։ Ուզում եմ ասել, ամեն ինչ է մտածած, երեխաների սենյակը իրենց տրամադրության եւ այդպես ոճի մեջ է։ Իմ ննջարանը լրիվ ուրիշ բան է, որում իմ ննջարանում ունեմ ես իմ տոնածառը։ Անունադրել են զգայական տոնածառ, իմ այդ տոնածառի անունը ընկերուներս, որ տեսնում են միշտ շատ ոգևորվում են։ Եվ հավաքածու եմ։ Սկսել եմ հավաքել Փարիզի 93 թվի ճամփորդությունից հետո։ Այսինքն առաջին խաղալիքը ձեռք բերեցի այնտեղ ու գնաց արդեն։ Այսինքն աշխարհի որ երկրում եղել եմ, ընդ որում կապ չունի, որ նույնիսկ գնացել գտել եմ ապրիլ ամսին տոնածառի խաղալիքներ, որտեղ վինտաժ խաղալիքներ են վաճառում։ Ամեն տեղի մի խոսք ունեմ շատ հետաքրքիր հավաքածու։ Ինչի համար է պետք որ մեր մամաները մեզ համար տոն դարձնեն։ Որովհետև չի կարելի առանց հեքիաթի ապրել։ Որովհետև չի կարելի մանկությունը, միջիկ մանկությունը կորցնել։ Եվ դա բնավ պրիմիտիվության եւ մանկամտության նշան չի։ Մարդ առանց երազանքների ոնց կարող է ապրել, առանց հեքիաթների ոնց կարող է ապրել։ Մեկ-մեկ լինում է այդպես ցինիկ, այդպեսիկ էլ կան մեր շրջապատում, մեր ընկերների մեջ, միշտ ծիծաղում են, ասենք, կան մարդիկ, որ ծաղում են իմ նոր տարվա այդ բանի վրա, բայց իմ նոր տարվա այդ մոլուցքի վրա, այդպես տոնական։ Բայց հետո ես տեսնում եմ, թե ոնց է, երբ որ ինձ հյուրընկալում են, ոնց են տոնածառի վրա այսպես։ Մոռանում են, որ ես իրենց հետևում եմ, իսկ ես հետևում եմ բոլորին, այսինքն բոլորի տրամադրությունը ինձ համար շատ կարևոր է։ Եվ այդ մնակազում տես պստիկը միջի պստիկը արտնացել է, նայի ոնց է հետևում, թե ես ինչ խաղալիք է, եւ այլն, նայեք ինչ աշխատանք է եւ այլն։ Էքսկլյուզիվ խաղալիքներ ունեն, որ աշխարհում մեկ հատ է դրանցից։ Որ են կորցնում, որտեղ են կորցնում մեր միամտությունը, ոնց են կորցնում մեր միամտությունը։ Միամտությունը չգիտեմ։ Մեկ-մեկ ազնվությունը խառնում են, շփոթում են միամտության հետ։ Միամտությունը վատ բան չի։ Բայց նաև պրակտիկ չի այսօր միամիտ լինելը, բայց նաև խորհուրդ կտամ երբեք չշփոթել ազնվությունը, սկզբունքայնությունը, մաքրությունը հիմարության հետ։ Դա սարսափելի սխալ քայլ է եւ սարսափելի հիմար քայլ է ըստես, որովհետեւ երբ որ բարեկիրթս եւ նայում ես ժպիտով, թե ոնց են քեզ խափում կամ ինչ որ բաներ են պատմում, հավատացնում են քեզ կամ մարդը որ բոլորովին ոլորտից տեղյակ չէ եւ քեզ իսկ դու գիտես ասում, գիտես։ Իսկ դու գիտես ասում, գիտես ոլորտը կերել ես նույն թեմայի, նյութը կերել ես, գիտես անգիր։ Եվ քո արջև մեկը շատ համարցակ անպատկառության հասնող համարցակության այսպես խոսում է քեզ դնելով հիմար դեր, որտեվ դու բարեկիրթ ես։ Կարծում եմ շատ թույլ եւ հիմար քայլ է։ Միշտ պետք է դայք, երբ որ գիտեք մարդուն, երբ որ ճանաչում եք մարդուն, շատ հեշտ է իր հետ։ Շատ հեշտ է։ Գիտես երբ է պետք լռել, գիտես ինչից պետք չի խոսել։
Եվ այնուամենայնիվ դրա այդ մեկտեղ երբեք չի կարելի դավաճանել սկզբունքներին, եթե այդ սկզբունքներն անշուշտ աստվածահաճո են։ Եթե աստվածահաճո են, մինչև վերջ կարող ես դա որպես զենք պահելով գնալ առաջ։ Այո, վստահաբար։ Այո։ Ինչ շրջան է այսօր Շուշան Պետրոսյան նկարչի կյանքում։ Վերջին 3 տարին շշմելու։ Հա, որովհետև ես ունեմ մի ամիսը շորժայի, ես մի ամիս նկարում եմ։ Ես լսում եմ լավ երաժշտություն, ես նկարում եմ, ես համեղ պատրաստում եմ, դա իմ սիրելի զբաղմունքներից մեկն է։ Իդեպ շատ համեղ էր։ Եվ Մայրամուտներն են վայելում։ Մայրամուտներն են վայելում, լուսաբացերը, այգաբացերը, սիրուն բառ է, չէ, այգաբաց, այգաբացերը, ձկնորսներին եմ դիմավորում առավոտները, երբ որ գալիս են իրենց պստիկ նավակով եւ մեզ ձուկ են բերում։ Այդ տեսարանի համար գժվում եմ։ Դե հատանալիք տեսարան է։ Այդքան բնությանը մոտ, այդքան երկնքին մոտ։ Եվ այդպես արդեն 40 տարի։ Երբ որ ուսումնասիրում ես նկարչի կյանքը, պայմանականորեն շրջանների են բաժանում, հա, տրամադրություններ, ազդեցություններ, հոգեվիճակներ, որոնց մեջ եղել է, ազդվել է եւ այլն եւ այլն։ Եւ շատ ժամանակ հենց կտավներից էլ հասկանում ես, որ հա, այստեղ այդ շրջանն է իր մոտ եղել, կամ այստեղ այս ազդեցության մեջ է եղել, կամ կյանքի այս этаպում իր փիլիսոփայությունն է արտացոլվել իր ստեղծագործությունների մեջ։ Այդ իմաստով ինչ этаպի մեջ ենք։ Առաջին սիրո մասին պատմեմ իմ։ Երբ որ 2 տարեկան էի, հայրիկս ինձ նվիրեց Բոտիչելիի գիրքը։ Դա իմ առաջին գիրքն է եղել։ Հավանաբար հետքը շատ մեծ է թողել, որովհետև ես երբ որ ժողում եմ շորժա, չկա նման տարի, որ ես հրեշտակներ նկարած չլինեմ։ Իսկ այդ հրեշտակներին ես գտնում եմ երկնքում։ Գտնում եմ։ Այսպես մեկ էլ հրեշտակներ են սկսում սահել երկնքով, ամպեր են, որոնք որ դառնում են ուղղակի կոնկրետ այդ ֆիգուրատիվ, կոնկրետ հենց հրեշտակներ են։ Երկու տարի նկարելուց հետո հասկացա, որ ես պիտի նաև ֆոտոները ֆիքսեմ, որովհետև եթե ես առանց ֆոտո ֆիքսելու ուղղակի անեմ ինչ որ տեսնում եմ, չեն հավատալու։ Եվ ունեմ այդպիսի գործ, ունեմ արած հրեշտակն է ուղղակի Սևանի հենց այսպես հորիզոնի գիծն է, հետո սարերն են մի քիչ եւ ամպերի այսպես ոնց որ հենարան լինի, որի վրա հրեշտակն է այսպես համ ֆոտոն ունեմ, համ գեղանկարը որ արել եմ, ցույց կտամ։ Ու սկսեցի բռնել։ Ճայեր եմ շատ նկարում։ Ինչ դակրկիր բան է, չէ, երաժշտությունը։ Նույն Ռիչարդ Բախ, Ջոնաթան Լիվինգստոն ճայը, Pat Metheny-ին, Across the Sky ստեղծագործությունը եւ Սևանում նստած, շորժայում նստած ճայերը երկնքում եւ դու այդ ներկապանակը արժեվդ նկարում ես։ Սա իմ երջանկությունն է, հենց որ ասում են որն է երջանկությունը։ Չէ, իհարկե, առաջնային իմ երջանկությունը դա իմ զավակների, մայրիկիս, հարազատներիս առողջ լինելն է։ Բայց իմ անձնական իմ մասով երջանկությունը հենց այդ դա է։ Ինքան սեր կա այդ ամեն ինչի մեջ։ Ինչ լավ բան ասացի, իմ անձնական երջանկությունը։ Իմ մասով, որովհետև մենք մեր մասը մենք մոռանում ենք։ Հիմնականում։ Եւ հիմնականում ենք մոռանում։ Հետո ամաչում ենք, երբ որ ասում են ինչն է երջանկությունը, մենք միանգամից մտածում ենք, որ այո, մեր երեխան, մեր ծնողները, այդ անձնական երջանկությունը, մի տեսակ շատ յուրահատուկ բան է։ Իմ անձնական։ Կամ կապում են ինչ-որ մի տղամարդու հետ պարտադիր դա, բայց չէ, ամբողջ սերա իմ երաժշտությունը սիրող, իմ սիրած կոմպոզիցիան, իմ սիրած գույները, իմ սիրած սպիտակ կտավը, որը մերկ մարմնի պես արդար է եւ մաքուր, այդ տեսարանը, այդ հրեշտակները օդի մեջ սահող, երկնքով սահող, այս ճայերը ու բանը մերկացնող լռությունը, խենթանալիք բանը, երբ որ դեմարդեմ կանգնում ես Աստծո հետ, բանության խենթանալիք այդ կատարելության հետ դեմարդեմ ես կանգնում։ Ձմեր պապիկի հետ կապված, ասում է, Էրիկա այդ սուտ պատմություններ, այսինքն ուզում եմ ասել, ու խոսում է մարդ, որի վզից խաչ է կախված, ուզում եմ ասել, հավատում ես, քրիստոնյա ես,
Հա, բա ոնց, բա, հայ առաքելական եկած, հա, բա ոնց ասում, հարգանքս, բարկաստա, բացի մեր պապիկին ոնց չես արել, չես զգում, որ նույն բանի մասին ենք խոսում, նույն բանի մասին ենք խոսում։ Այո։ Հեքիաթներից մի հրաժարվեք, Այո։ հեքիաթներից մի հրաժարվեք։ Երբեք ու երբեք եւ պատկերեք։ Հեքիաթները դառնում են իրականություն, երբ որ դու իսկապես խորհրդ սրտի հավատում ես դրանց։ Իսկ այդ հեքիաթները չեն կարող չար լինել։ Հեքիաթներում միշտ բարին հաղթում է չարին։ Ամեն։ Ես շատ եմ սիրում այս հատվածը, երբ կարող եմ խոսել իմ սիրելի գործընկեր Վալան գրուպի մասին։ Ես գիտեմ, որ հաճախ քննարկվում է այն հարցը, որ մետաղապլաստե պրոֆիլները, որոնք նախատեսված են դռների եւ պատուհանների արտադրության համար, զիջում են ալյումինե դռների եւ պատուհանների պրոֆիլներին։ Բայց մենք հիմա հաջորդ տեսանյութում ձեզ կապացուցենք, որ միշտ չէ, որ այդպես է։ Հատկապես եթե խոսում ենք գերմանական վեկա ապրանքանիշի մետաղապլաստե պրոֆիլների մասին, նախատեսված դռների եւ պատուհանների համար։ Դիտեք տեսանյութը եւ համոզվեք։ Դրանջան կխնդրեմ հուշես մարդկանց եւ ասես մենք որտեղ ենք գտնվում։ Մենք գտնվում ենք Վալան գրուպի մետաղապլաստի արտադրամասում։ Հիմա այս պահին արտադրական process-ն է կատարվում։ Անդադար լսում ենք նրա մասին, որ ալյումինե պրոֆիլները շատ ավելի լավն են, քան մետաղապլաստե պրոֆիլները պատուհանների եւ դռների համար։ Այդ իսկապես այդպես է։ Տեսեք, տարբեր չափերից կախված, իհարկե, ալյումինի պրոֆիլները ավելի լայն հնարավորություններ են տալիս, գունային ընտրությունը ավելի շատ է, բայց ավելի մատչելի եւ որակապես էլի չզիջող տարբերակը նաեւ մետաղապլաստը։ Մենք ներկայացնում ենք գերմանական վեկա ընկերությունը, որը որակով ոչ մի ձևի չի զիջում ալյումինին։ Վեկան 70 մմ գերմանական պրոֆիլ է, 70 մմ հաստությամբ, 5 խցիկանի եւ ամբողջությամբ առաջնային հումքից նախատեսված, 1.5 մմ երկաթով ու ամբողջությամբ գերմանական աքսեսուարներով։ Համար առաջի առավելություններից է, որ մատչելի է եւ հասանելի է համարյա բոլորին։ Այսինքն, եթե մենք խոսում ենք վեկայի մետաղապլաստե պրոֆիլներից, մենք խոսում ենք նաեւ նրա մասին, որ մենք ունենում ենք կայուն ջերմաստիճան տանը, չենք ունենում էլեկտրաէներգիայի կորուստ կամ գազի կորուստ եւ իսկապես ջերմամեկուսացման իր խնդիրը հրաշալիորեն կատարում է վեկան։ Այո, իր արժեքին համարժեք, ինքը մի քանի անգամ ավելի շատ հնարավորություններ է տալիս։ Եվրոաքսես խանութներից կարող են գնել արտադրողները 72 մմ-անոց պրոֆիլները եւ արտադրել պատուհաններ։ Երկրորդ ուտեստը, որ մատուցելու եմ, աղցան է, շատ թեթև, շատ հասանելի պրոդուկտներով, որ կարելի է ուղղակի համադրել եւ զարմացնել հյուրերին եւ իհարկե ուրախացնել սեփական օրգանիզմին։ Ինձ անհրաժեշտ է բողկ։ Անց ենք կացնում խոշոր քերիչով։ Հաջորդը կրկին նույն մեծ քերիչով անց ենք կացնում թարմ գազարը։ Հաջորդը քերում ենք խնձոր։ Եվ շատ արագ խնձորի վրա քամում ենք թարմ կիտրոնի հյութ, որպեսզի չսևանա։ Ավելացնում եմ սոխ։ Դուք կարող եք չավելացնել, եթե համբուրվելու եք։ Աղ, մի փոքր շաքարավազ, մի փոքր քացախ, որտեղ լիմոնի հյութ ենք արել, քացախը շատ պետք չէ։ Եվ բուսայուղ։ Եվ ավելացնում ենք թարմ մարրացրած մաղադանոս։ Մի հատ գնահատեք իմ գդալները։ Ժամանակն է մատուցելու։ Մենք փորձելու ենք բողկով, սպիտակ բողկով, խնձորով, գազարով շատ թեթև աղցան, որը մեզ խուտուտ կտա եւ կնախապատրաստի մեր հիմնական քիչ ավելի ծանր ուտեստի համար։ Եվ առաջարկում հետը փորձենք տակառի օրգանական շարքը, տակառ օրգանիկը, որը միակն է, որ ստացել է լիցենզիա եւ սերտիֆիկացիա օրգանական գինիների շարքում, ամբողջ ցիկլը կատարվում է օրգանական ճանապարհով, անգամ մոլախոտները գառնուկներն են վերացնում։ Ես պատկերացնում իմ ընկերների ուրախությունը,
Թե ոնց են բոլորը հիմա շոկի մեջ նայում, թե ես ինչպես եմ խմում գինի։ Ինչու՞։ Որովհետև ես առհասարակ ալկոհոլ չեմ խմում։ Դե ես էլ ուղղակի սիրում եմ փորձել եւ համադրել, այո։ Նույնիսկ այն շոկոլադները, որտեղ կա լիկյոր, չեմ կարողանում խմել։ Ես պատրաստ եմ միանգամից։ Ես սարքում եմ, այնպես որ այսօր մենք խոսելու ենք ամենայն անկեղծությամբ։ Իսկ ես միշտ կատակով ասում եմ, ես հարբած ծնվել եմ։ Իսկ ես արդեն Իմ արյան մեջ է։ Որ բեմ են դուրս գալիս, մի քիչ խմում են, այ մարդ ասում եմ, կամ ինչ որ բաների են դիմում, ինչ որ այլ հնարքների ասում եմ, երաժշտությունը եւ արփեցնող է, եւ հաշիշի պես օծուն է, օծում է ինձ, այսինքն ես որ բեմ եմ դուրս գալիս, ինձ ոչինչ պետք չի։ Բա ասում են բոլորը պարտադիր նման միջոցների եք դիմում, որ բեմում ձեզ լավ։ Ես երկին եմ դիմում ուղղակի։ Լավ։ Ընդ որում ունեմ նման ընկերներ, որոնք երբեք որևէ բանի չեն դիմում, ուղղակի դիմում են երաժշտությանը։ Ահա, Այնպես որ այնպես որ այսօր գինով ցած ենք խոսելու իրար հետ։ այո։ Եվ այլ ավելի անկեղծ տրամադրությամբ։ Ես էլ եմ սարքում փողկով մի աղցան, հաղորդումից հետո քեզ կասեմ։ Լավ։ Շատ համեղ է։ Կարևորը թեթև է։ Ես Շատ սիրում եմ աղցանների թեթևը։ խնձորին է։ Շնորհակալ եմ։ Ես էլ։ Շնորհակալ եմ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պատիվ ունեն քո ընկերը լինելու, գժվում են քեզ համար։ Դա փոխադարձ է։ Ինչ ես անում։ Ինձ նենց հետաքրքիր է, այ ոնց է տեղի ունենում, որ քո շրջապատի մարդիկ քեզ սիրում են խենթի նման, քեզ հետ ընկերություն են անում մի տարով չէ, 2 տարով չէ, 10, 20, 30, որն է գաղտնիքը։ Գիտես, ընկերության մեջ շատ կարևոր բան կա, վստահելը։ Իրենք գիտեն, որ ես լավ ընկեր եմ եւ ինձ կարելի է վստահել։ Ինչ թեմա ուզում լինի։ Մարդու հետ երբ որ ընկերություն ես անում, պիտի իրեն վստահես։ Պիտի մաքուր լինի կտավդ, ոչ միտեղ, բայց կարող է չլինի մաքուր։ Այդպես եմ ընկերություն սիրում անել, որովհետև ես այդպես եմ անում, ֆիասկոներ լիքը ունեցել եմ։ Դավաճանություններ լիքը։ Բայց այն ոսկե շերտը մնաց, մնաց եւ ես շատ հարուստ եմ իրենցով։ Այդ կորիզի շերտն է, հենց այդ շերտն է, հենց այդ կորիզն է, որ իրենց հետ հաճախ գնում ենք Դիլիջան։ Շորժա են գալիս ինձ մոտ, իմ տանն ենք հավաքվում, կամ որևէ առիթ չենք կորցնում, մանավանդ հիմա երկրագնդը առհասարակ մոլորակը շատ տխուր է։ Ինչու՞։ Մեղքի մեջ գտնվողները շատ են։ Աստծուց հեռացածները շատ են։ Եվ կարծում եմ, որ մոլորակը պետք է շատ կտրուկ մի հատ շրջավ դարձանի եւ ուղեցրի վերադառնա, որովհետեւ երբ որ չարեկը սկսում է գերակշռել, ուղեցրից դուրս է գալիս։ Մոլորակը պետք է վերադարձնել իր ուղեցրին եւ բալանսը պիտի լինի։ Սպիտակը իր տեղում, սևը իր տեղում, լույսն իր տեղում, խավարն իր տեղում։ Բայց սա հավերժական խնդիր է։ Բոլոր ժամանակներում մտածող մարդիկ բոլորը խոսում են այն մասին, որ երկրագունդը դուրս է գալիս իր ուղեցրից, խախտվում է բալանսը եւ պետք է ամեն ինչ զրոյից սկսել։ Մենք այդ մասին կարդացել ենք։ Հիմա մենք հենց դրա գիզակետում ենք։ Մենք այդ մասին կարդացել ենք, ովքեր որ խոսել են։ Իսկ ինչ պետք է անել։ Յուրաքանչյուրս։ Դեսի։ Պատեհապաշտ պետք չի լինել ուղղակի։ Պատեհապաշտ լինելը սարսափելի բան է, թույլ մարդու բան է։ Սկզբունքների դավաճանել պատեհապաշտ լինելու պատճառով դա թույլ մարդուն բնորոշ բան է, թույլ մարդու մենաշնորհ է այնուամենայնիվ։ Այսինքն երկիրը սիրում ես, երբ որ քեզ լավ է, երբ որ գործդ նորմալ աշխատավարձ ես ստանում եւ երկիրը պատրաստ ես դավաճանելու, հեռանալու կամ միանալու մարդկանց, որոնք որ այլախոհ են եւ բոլորովին չեն առաջնային իրենց գերագույն արժեքը քո երկիրը, քո հայրենիքը, չէ՞։ Դες չի լինում։ Մի քիչ չեն սիրում հայրենիքը, ինչպես մամային մի քիչ չեն սիրում։ Մի քիչ հղի չեն լինում, հա։
Խելոք բաներ ենք խոսում, այս հրաշալի երեկո։ Ինչի համար են մեզ պետք ընկերները։ Այ մենք հիմնականում արդիկ ունեն քույրեր, եղբայրներ, ծնողներ։ Բայց մի շատ կարևոր բան կա, հարազատից չես ընտրում։ Ինքը ընտանիքի անդամ է, աքսիոմ է, օրինաչափություն է, գալիս է։ Ու այնպես չի, որ բոլորի հետ նույն երամից եք, որովհետև մարդ անհատականություն է։ Իսկ ընկեր ընտրում ես։ Բացի նրանից, որ ընտրում ես, նաև պատասխանատվություն ունես, որովհետև դու պիտի ասես, որ ընկերս է։ Այ ես ունեմ տենց մարդիկ, որ ասում, հա, ինքը իմ ընկերն է։ Կապ չունի սերը, աղջիկ թե տան, իմ ընկերն է, ընկերը շատ կարևոր բան։ Ինչի համար է կարևոր։ Եթե դու չես եկել մեռնելու, եկել ես ապրելու, քո կողքին պետք է լինեն այդ գույները։ Իսկ ընկերը քո գույներն են, ընկերները դա քո գույներն են, դա քո գաղափարակիցն է, դա քո երամն է։ Երամը գժվելու բան է։ Գժվելու բան է։ Ես ունեմ այդ երամը։ Ու շատ հարուստ եմ ինձ համարում այդ երամով։ Երամից կան մարդիկ, որոնք որ դուրս մնացին իհարկե, ոչ իրենց, ոչ իմ ընտրությամբ, իրենց նախընտրությունները։ Ամենացավոտ պատմությունը։ Ամենացավոտ պատմությունը։ Ունեմ ցավոտ պատմություն։ Երբ որ մտերիմ ես համարում, պիտի հարցնես, բեսի ճիշտ է որ սենց է, չէ՞։ Այդ որ ասենց ասում են, այդ է իրականությունը։ Համանդ գիտես, որ այդ ցավոտ թեմայի կիզակետներից մեկում ես եմ, և ինձ համար շատ մտերիմ իմ պատանեկության ընկեր, իմ եկեղեցու հետ կապված նույնիսկ մենք այդպես մի հատ շատ խորհրդավոր բան, ես իր կնքամայրն եմ։ Շատ ծանր եմ տարել, որտեղ շատ եմ սիրել իրեն, շատ կապված ենք եղել։ Facebook-ում տեսա գրառումներ։ Հրապարակավ, առանց իր ընտանիքի անդամի հետ խորհրդակցել, այ նայ, լիքը եղել են, որ ծանոթ են եղել, բայց երբ որ դու համարում ես իրեն քո երամից, որովհետև դուք նույն երաժշտության տակ եք մեծացել, շատ ծանր եմ տարել, ու մինչև հիմա կապ չունենք իհարկե, բայց ես ում եմ որ դատեմ կամ չդատեմ, տեսնեմ էլի գրկելու եմ բան, բայց կոտրվել եմ մեջս, տեսնեմ, որտեղ ես տաք մարդ եմ, որ այն պատանեկությանս հրաշալի օրերը գցեմ մի կողմ, այդ նշանակում է ես չեմ ապրել այդ օրերը, ապրել եմ չէ, բայց մեջս կոտրված է։ Բայց կարոտում ես։ Հա, իհարկե։ Չէ, դե դավաճանությունների աներևակայելի բաներ եմ լսել, աներևակայելի Ակտո սուդիտ, ես ինչ իրավունք ունեմ դատելու։ Իմ սեթ իմ ժիտ, իրենք պիտի ապրեն դրանով։ Ես հանգիստ եմ, ամենակարևորը։ Եթե չեմ կարող օգնել, երբեք չեմ խանգարել, որևէ մեկ։ Եթե չեմ կարող օգնել, կողքին չեմ կարող լինել որևէ մեկի, որ ունի իմ կարիքը օգնության, երբեք չեմ խանգարել, ինչ իրավունք ունեմ խանգարել։ Սա միանշանակ, այ այդ ընկերներս երևի, որ ինձ սիրում են, երևի գիտեն դա։ Գիտեք, ազնիվ ապրելը շատ հեշտ է, հեշտ է ապրել, հանգիստ ես քնում։ Երբ որ ինձ լինչի դատաստան էին անում, երբ որ պատրաստ են ինձ կրակի հանելու, հա, ես ինքան հանգիստ էի, գալիս էի տուն, ու Աստծուն ասում էին, դու գիտես ամեն ինչ, ու հանգիստ քնում էի։ Ազնիվ ապրեք, պատեհապաշտներին չեմ սիրում, չեմ սիրում, պատեհապաշտը հենց այն տեսակն է, որ մի գաղափար կրելուց հետո թռնում է մյուս գաղափարի վրա, չեմ հասկանում, ոնց կարող է տենց լինի, ոնց։ Ձեր նախկին ընկերներից շատերը այսօր չէ, մի քանի տարի առաջ արեցին իրենց ընտրությունը եւ իրենց դիրքորոշումը քաղաքականության մեջ։ Հիմա կխնդրեմ ոչ թե ֆոկուսը բերենք քաղաքականության, այլ ընկերության շերտի վրա։ Դուք այսօր ստիպված եք լինում երբեմն շփվել նրանց հետ, համերգներ, հանդիպումներ, միջոցառումներ, որ չեք կարող խուսափել։ Ինչ զգացողություններ եք ունենում։ Կարողանում եք շփվել, թե այնուամենայնիվ չի ստացվում, էլի։ Հերմինե ջան,
ամեն մարդ ունի իր ընտրությունը։ Երբևէ որևէ մեկի չեմ բռնանա եւ չեմ բռնացել երբևէ։ Իմ գաղափարները երբեք փաթաթան չեմ արել, բայց կան ճշմարտություններ, որոնք ես գիտեմ, որ սա այսպես է, որովհետև ասենք այդ փաստաթուղթն եմ տեսել, սա այսպես է, որովհետև ասենք այս իրավիճակում ես ներկա եմ եղել, հա, ի պաշտոն եմ եղել է։ Ես կարող եմ ասել, որ չէ, այդպես չի իրականում, բայց չեմ վիճի, չեմ ասի, չէ, դու պիտի իմ հետ նույն գաղափարակից չէ, դրանք ծանոթներն են մեր, ընկերներն են ուղղակի, ոչ թե ընկերներ, այլ ընկերներ ուղղակի, հա։ Իրենք ամեն մարդ իրավունք ունի իր գաղափարին ծառայի, դա իր իրավունքն է, բայց երբևէ պետք չի քարնետել, պետք չէր իմ վրա քարնետել, բան ասել ինձնից զազրախոսել, դրանով արդարացնել ձեր ուրիշ գաղափար կրելու իրավունքը։ Հասկանում եք։ Կավլիցի ուզում եք գրել, ինչ ուզում եք արեք, բայց ես ինչ եմ արել ես։ Հա, ես ձերպես չեմ մտածում, հա, ես չեմ էլ կարող ձերպես մտածել, որովհետև ես անհատականություն եմ, ուրեմն հիշեցնել ես, որ դուք էլ եք անհատականություն, ու այդ հոտային մտածելակերպը բոլորովին արվեստագետին հատկապես չի զարդարում, արվեստագետը ինքը արդեն պետք է մի գույն լինի, արդյունքում ինչ ունենք, իրար նման կիլոմետրերով երկիչներ ու երկչույններ ես ոճի մեջ, այն ոճի մեջ, որ ես եմ, անուններն էլ չգիտեմ, սա իրար նման են երկու։ Այ արվեստագետ բառից եմ ուզում կարճել։ Այս վերջերս, այսինքն միշտ հաճախ մտածում եմ նրա մասին, որ ով է մեղավորը, որ դարերով եկող բազմաթիվ արհեստներ, որոնք մեր նկարագիրն են եղել, որոնք մեր պատմությունն են եղել, հա, սկսենք Մարաշից, այն թափից, ճենապակուց, արծաթագործությունից եւ այլն, մենք այսօր չունենք ոչ մի բան։ Ունենք վարպետներ, որոնք աշխատում են, դա չենք քննարկում բնականաբար, ֆանտաստիկ գործեր են անում, բայց մենք չունենք այսօր այն հնարավորությունը, որ ասենք, այ մենք հայտնի ենք հիմա այսօրվա Հայաստան, վերջին 30 տարիների մասին էլ հետն եմ ասում, որ մենք կարող ենք գոնե այն մարդուն, որ գալիս է Հայաստան, ասենք, տեսեք, մենք ինչ ասեղնագործություն ենք ունեցել, տեսեք, մենք ինչ, հա, գորգագործության մասին այսպես էլի խոսում ենք, բայց ունենք, ինչի ունենք։ Գորգագործության մասին շատ չեմ կարող վիճել, որովհետև երևի միակ պահպանված ճյուղերից մեկն է, հազվադեպ պահպանված, եւ այստեղ եւ Արցախում Սյունիքում, բայց ընդհանուր առմամբ խնդիրը ինձ համար ուր են կորել մեր արհեստները, մշակույթը, որը անհատներ փորձում են պահել, պահպանել եւ փոխանցել իրեն ժառանգներին, բայց ընդհանուր առմամբ մենք խոսում ենք դրա մասին, որ մենք այ Քութայից ենք ունեցել, այն թափից ենք ունեցել, սա ենք ունեցել, նա ենք ունեցել։ Ուր է այդ ամեն ինչը։ Ով պիտի պահեր եւ ինչպես պիտի պահեր եւ ինչու չի պահպանվել ըստ ձեզ։ Այո, դու ունես պատասխանի այս հարցերը։ Վայ, ես գիտեք, անդադար դրա մասին եմ մտածում։ Հա, ես մի երկար մտածեցի եւ մի այսպես պատասխան ինձ համար գտել եմ։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Այ միշտ ասում ենք, չէ, պիտի պատկան մարմիններ եւ այլն, այո, պիտի։ Բնականաբար, եթե չկա պետական մոտեցում, որ մենք հիմա պահում ենք այս ճյուղը, զարգացնում ենք, հա պայմանական Լևկարա գյուղը ամբողջովին ասեղնագործության մասին է, մարդիկ գնում են այդ գյուղ, պայմանական դռները բացում են, սկզբից մինչև վերջ, բոլորը տանը ասեղնագործում են, գնումներ ես անում եւ այլն։ Բայց ես դրա կողքին մտածում էի, որ ախր մենք էլ ենք մեղավոր։ Իմ նման մարդիկ, այն մարդիկ, ովքեր որ պիտի այդ ժառանգությունը ինչ որ մի ձև պահեին, շարունակեին։ Այ իմ համար ամենալավ օրինակը, օրինակ Արսեն Գրիգորյանի Արար կենտրոններն են։ Հրաշք կենտրոն է, որը միտված է դրան, որ մեծանում է այն սերունդը, որը վաղը կարող է ստեղծել ու պահպանել։ Բայց մենք ինչ արեցինք։ Ես չգիտեմ մենք ինչ արեցինք, սա շատ մեծ հարց է, այսինքն ինքը ճյուղ առ ճյուղ պիտի խոսես։ Կարծում եմ, որ մենք հրաշալի վարպետներ ունենք։ Օրինակ այս աղկամանը այստեղ որ դրանց է, ես այս աղջիկներին ճանաչում եմ։ Այո, Մանեին։ Պատահական մի օր նկարահանման էի ինչ որ մի պավիլյոնում եւ անցնում էինք իրենց արհեստանոցի կողմով եւ
նվեր ստացա է։ Տնածարի խաղալիք նվեր ստացա իրենց։ Գորիսի ժառանգությունն է Սա պահպանած։ հրաշք է ինչ որ իրենք անում են։ Բայց չեն կարող, չէ՞ մենք հիմա ասել, որ մենք այնպիսի կերամիկա ունենք, որով մենք կարող ենք աշխարհին Մենք ունենք զարմացնել։ Լիլիթին Մելեքյան, որը անում է ֆանտաստիկ Այո, աշխատանք։ այո։ Մենք ունենք Մեգերյան կենտրոնը, որտեղ որ ոչ միայն խալիների ֆանտաստիկ հավաքածու է, նաև ցուցադրությունը եւ նույնիսկ աշխատում են եւ նոր բաներ են ստեղծում, նոր արվեստի գործեր են ստեղծում։ Եթե մենք սա դեռ ունենք, սա արդեն դա փառք Աստծո, որ սա էլ ունենք դեռ, որովհետեւ Ուրախությամբ եք ասում, թե ափսոսանքով։ ես համ ուրախ եմ, որ գոնե այսքանը դեռ կա, որովհետև բարձր ազգային մշակույթը դա կեղծ կատեգորիա է։ Այսինքն Դե մի օր տենց երիտասարդների հետ էինք խոսում, որոնք ինձ հետ բանավիճում էին, թե մենք հին ենք մեր մտածելակերպով, որովհետև ազգային, ասում, բայց դա մենք ենք, մեր ձեռագիրն է, մեր տեսակն է, մեր տեսակի հենց փաստն է, փաստումը մեր տեսակը, որ մենք ուրիշ ենք, որ մեր աշխարհընկալումը, մեր գույնազգացողությունը, մեր կոմիտասը ուրիշ է։ Մեկ էլ ասեց, հա դուք ազատ, որտեվ դա ազատություն, ասեց ով է ասել, որ անպայման մենք պետք է լինենք վեղերով միահոնք կանայք, հյոսքերով, ով է ասել։ Ասես չի կարելի ծառայել երկրին, բայց ասենք ականջներիդ մեջ սնարքի փափի հնչի կամ ու մազերդ հյուսած լինի։ հա, ասենք ոնց որ իմ դեպքում։ Նույն չասեցի, որտեվ տենց էր այդ պահին, բայց սնարքի փափին ասենք շատ զիլ ջազ երաժիշտներ են, կամ Corey Henry լինի քո սիրած երաժիշտը ու դու ականջակալերով դալասես, բայց ծառայես եք, այնպես դեպք ա եղել։ Ուղղակի ես վրթովվեցի, որտեվ ասացի մի օր բան էի տանում, պոստերից մեկը բան էի տանում, կարևոր բաներ էի տանում տղերքի համար, պատերազմի ժամանակ 44 օրայի չէ։ Կարորայի ժամանակ։ Եվ ականջակալերից մեջ ջազ էր։ Այդ եմ ուզում ասել, ահատությունը դա է, որ ես իմ բնությունից չեմ հեռանում, իմ նախընտրությունից, իմ աշխարհընկալումից առասարակ մշակույթի հետ կապված, բայց ես ծառայում եմ երկրից։ Այդ ծանր ուսապարկը բարձրանում էինք, ականջներից մեջ դա էր։ Այդ ազատությունը, որովհետև ազատություն չեն խաղում։ Պիրսինգը եւ տատուն եւ ականջողերի բազում անցքերը դա ազատություն չի, սա ես 86 թվից ունեմ, ասենք 84 թվից։ Որից հետո եկավ 84 թվից ունեմ, հա։ Դպրոցի վերջին դասարանում էի դնում, բայց Թերեմեզյան որ ընդունեց դնում եմ եւ ինձ այդպես ճանաչում էին քաղաքում երևի միակ մարդն է, որ 3 ականջողն է։ Այդ ազատությունը չի, դա եմ ուզել անեմ ուղղակի։ Ավելի հեշտ ապրեք, որտեվ էներգիան շատ է կորցնում ազատ մարդ խաղալու դեպքում։ Այդքան էներգիա մի ծախսեք, որ ազատ երևաք, ուղղակի ազատ եղեք։ Ով ասել, որ չի կարելի համատեղել ազատ լինելն ու հայրենիքի նվերալ լինելն։ Ինչ տգետ, այս ինչ տգետ սահմանափակ, այս ինչ հիմարագույն կարծրատիպ է։ Այստեղից ենք սկսում։ Ինչի են խոսափում, բայց չէ, մի պահարաշարի շրջան կար, մի 10 տարի առաջ, երբ որ սկսեցին տարազայինը ջիլետներով, գոտիներով, ջինսերի հետ համատեղել։ Լիլոն շշմելու գործ է անում իրականում Մելեքյան։ Եվ Մեգերյան կենտրոնը հրաշալի գործ է անում։ Շատ լավ արձակագործներ ունենք, Նարեկացինի, ամբողջ հավաքածու ունեմ, շատ լավն է։ Բայց դա չի հերքում խնդիրը։ Իհարկե։ Բայց խնդիրը մի բան ասեմ, Հերմինե ջան, մենք քանի որ այս հողի ծնունդ ենք, մենք ծանր ենք տանում դա։ Բայց իրականում առհասարակ աշխարհում շատ չի պահպանվում ազգայինը։ Դե ճապոնացիները։ Դե ճապոնացիները, բայց ուրիշ մոլորակից են։ Նույն Ֆրանսիայում, հա, այսօր ինչքան էկլեկտիկ է դարձել իրենց ամբողջ բարոկոյի շրջանի արվեստը, Աֆրիկան էլ է շշմելու, բայց Աֆրիկան շշմելու է Աֆրիկայում։ Ֆրանսիան դա լրիվ ուրիշ մշակույթ է։ Ինձ համար դա։ Բայց տարալուծվելու խնդիրը չի անհանգստացնում։ Դե բա։ Մեր մոտ դա կոնկրետ շատ ռադիկալ հարց է, որ հիմա դու տվի այդ մասին չեմ ուզում խոսել,
Մենք այսօր եկել ենք ընտրելու։ Լավ, դե ես առաջարկում եմ փոխեմ ուտեստը։ Պատրաստելու եմ հայկական արիշտան ոչ հայկական ձևով։ Սոխն ու սխտորը տապակում եմ ձիթայուղի մեջ։ Խաշում եմ արիշտան։ Ավելացրեցի սերուցք, սերուցքին էլ ավելացնում եմ աղ պղպեղ, մաշկնկույս։ Իդեպ եթե ուզում եք ձեր սոուսը մի քիչ թանձր լինի, կարող եք ալյուր ավելացնել։ Եվ ավելացնում ենք սպանախ, հիշում եք չէ, սպանախը շատ չենք եփում, մի քանի վայրկյան։ Եվ քերում ենք պարմեզան։ Ինչ գեղեցիկ է։ Արիշտա։ Ես քանի որ գիտեմ քո վերաբերմունքը հայկական խոհանոցին, դրա պահպանմանը եւ այլն, որոշեցի անպայման պիտի ունենանք հայկական խոհանոցից մի շատ կարևոր էլեմենտ արիշտան, բայց ես պատրաստել եմ սերուցքային սոուսով, մի քիչ իտալական նոտաներ եմ տվել, պարմեզանով եւ սպանախով։ Հրաշալի է։ Հուսամ ված չի ստացվել։ Ես էլ եմ կարծում այդպես կլինի, մի հատ արիշտայի հետ կապված շատ լավ պատմություն պատմեմ։ Այո։ Դե մեր տունը ամբողջ հայրս նկարիչ, նկարիչներ, նկարչական մեծ հավաքածու, ասենք պապայի ընկերները, որ նվիրել են բան, արվեստի գործեր են կախված տանը եւ ինքը այսպես արվեստ է շնչում։ Բայց տատս իմ Լեռնա Հայաստանցի տատս իր համար միևնույնն էր, եթե ինքը որոշում էր, որ պահն է թթու դնելու, դա անպայման այդ կճուճները բարձրացվում էին ուրեմն ձեռնահարկից եւ ուրեմն մի րոպե ձեռնարկը բերեվա չէր։ Հա, մի րոպե նկուղ ներողություն։ Այդ կճուճները բարձրացվում էին նկուղներից եւ հատուկ քար կար, այսպես ողորկ քար, որ այդ կճուճները լցվում էին թթվի քարը, հա։ Դրանք լցվում էին այդ բոլոր աներևակայելի բանջարեղեններով եւ անսպասելի շատ ու տատիկը այդպես շարում էր եւ այդ քարերը դրվում էր, դա ծես էր եւ որ նա արիշտա էր անում, նկարները ինչու հիշացրի, տան մեջ պարաններ էին կախվում, ուրեմն այս նկարների բաների ֆոնի վրա ասենց արիշտաներ էին կախված, պապաս ասում էր, մամ, ձմեռ է գալու, ինչ վատ կլինի, ասում էր, արիշտան կա, ղաուրման եփել եմ արդեն պատրաստած էր, արդեն ղաուրման յուղահալած, թթուն դրած, այ բալա, սաղ ձեզ համար եմ անում, հիմա, ուզում ասել արիշտանի ափսոս տատիկի արիշտան չի եւ ես միշտ սիրում եմ աշտարակից իմ արիշտանել, խենթանում եմ այդ սեզոնի համար, որ գնում եմ եւ բոլորի բակում այդ արիշտայի լվացքը փռած է եւ մեկ էլ այդպես սիրում եմ, երբ որ Մեղրիում արքայա նարնջի չիրն են պատրում, կառալյոկի չիրը որ պատրաստում։ Բոլորի բնակը, բոլորի տներից կախված վարակույրերի սեպտեմբերին Տավուշում, Արծվաբերդ գյուղում։ Այո։ Կախված ավելուկները, խենթների, իսկ ամեն տարածքը իր պարմանի։ Այո, փորձենք։ Սիրով, հիմա շատ պատմական պահ է, հայկական արիշտան իտալական համեմունքներով, այսինքն ոչ թե համեմունքներով, այլ իտալական սթայլով, ոճի մեջ, այո, շատ համեղ է, բիբարը չափի մեջ իմ սիրած կծվությունն է։ Շնորհակալություն, առաջարկում եմ շարունակենք նույն սպիտակ գինին, որտեղ սերուցքային սոուսի նրբությունը եւ սպիտակ գինու նրբությունը իրար հետ հրաշալի համադրություն է լինելու։ Աստորեն, ես արդեն խմողի համբավ ունեմ։ Դե բոլորն էլ գիտեն, որ գում ենք անում համտեսում։ Ուրախություն իմ ընկերների, որոնք ինձ միշտ համոզում են, լավ մի կում փորձի։ Հետաքրքիր է, որ շատ հաճախ հարցազրույցներում մենք լսում եւ տեսնում ենք նաեւ դա իհարկե լրագրողների հարցադրումների արդյունքում
Շուշան Պետրոսյան հայրենասեր մարդուն, Շուշան Պետրոսյան արվեստագետին, նկարչին, երգչուհուն, մարդու, ով իր ամբողջ գործունեությունը ծավալում է եւ միտում է հայրենապահպանությանը, ժառանգության պահպանումներին, հայրենիքի մասին խոսելուն, բայց այս ամեն ինչի մեջ ինձ համար համենայն դեպս մի տեսակ լուսանցքից դուրս է մնում Շուշան Պետրոսյան կինը։ Ճիշտ եմ նկատում, թե բաց եմ թողել շատ բան։ Հիմնականում այդպես է, հա, ճիշտ նկատառում եմ։ Ինչու։ Չգիտեմ, գուցե այդ կողմը Շուշան Պետրոսյանի որևէ մեկի չի հետաքրքրել, կամ լրագրողները ավելի այդպես աղմկարար ինչ-որ առիթներ էին փնտրում ավելի աղմկահարույց թեմաներից եւ նյութերին հանդրադառնալու։ Գլխագրեր պոկելու Այո, միտումներին։ Ինձ հետաքրքիր է կինը, ինձ հետաքրքիր է թեմային անդրադառնալու համար պիտի ասել, որ կարևոր բան է մարդ գործոնը առած։ Անշուշտ։ Որովհետև կին թե տղամարդ լինելուց առաջնային է մարդ լինելը։ Իհարկե։ Մարդ լինելը։ Ինչպիսին է կին Շուշան Պետրոսյանը։ Այն պահից սկսած, երբ որ դուք գիտակցել եք, որ այնուամենայնիվ կին եք, այնուամենայնիվ զենքեր ունեք կանացի, որոնք պետք են կիրառել կամ չպետք է կիրառել, հարաբերություններ հակառակ սեռի հետ, հետո արդեն մայր, կին։ Ես ֆեմինիստական շարժումներ չեմ սիրում։ Հա, ֆեմինիզմի մասին իսկապես ուզում եմ ասել։ Չեմ սիրում եւ ինձ համար շատ կարեւոր է տղամարդ կին հարաբերության մեջ, այնուամենայնիվ ոչ միայն սերը, այլև հարգանքն ու ակնածանքը տղամարդու հանդեպ։ Դրա հետ մեկտեղ չեմ սիրում նաև այն կանանց, որոնք որ ասենք ընկերուհիներ ունեի, որովհետև որևէ մեկը սիրահարվում էր կամ ընկերուներ, դա նշանակում էր, որ ինքը այդպես սիրահարված ժամանակ ամեն մի քայլի կարող ես ընդունակ լինել, խենթություններից սկսած։ Դա ինձ էլ է հարիր, այսինքն նորմալ է։ Իհարկե։ Բայց երբ որ իմ եւ քո հարաբերության մեջ կարևոր դեր է խաղում քո տղամարդը, այն առումով, որ դու կարող ես հետ խոսեմ, դու չլսես, ասես, բայ չէ, ասենք, այս ինչը, բայ չէ, ինքը չի սիրում կա։ Մեր գնացած տեղը, ասենք, մեկ ես ու դու միշտ գնացել ենք այս ինչ թանգարան, այս ինչ էքսպոզիցիան նայելու։ Արի գնանք, բայ չէ, ասենք, պայմանական կամ Վարդգեսը չի սիրում այդ բանը։ Իսկ Վարդգեսը, որ քեզ սիրում էր, ինչպեսին ընկալեց քեզ։ Ինչպես տեսավ, չէ։ Այսինքն այդ թանգարանի էքսպոզիցիան սիրող աղջիկն էիր դու այդ բային։ Իսկ քեզ մոտ չի եղել, որ վերափոխվես հանուն տղամարդու։ Ես կարող էի գնալ կոմպրոմիսի, երկրորդ ամուսինս չէր սիրում, որ ես ծխում էի, որովհետև ինքը միշտ սպորտային կյանքով է ապրել։ Ես փորձում էի իր ներկայությամբ չծխել կամ պատշգամբ գնալ կամ ծխել, երբ որ ինքը տանը չէր, կամ ծխել այլ սենյակում, այլ վայրում, որովհետև ինքը չէր սիրում այդ ծխը։ Դա նորմալ է, դա նորմալ է։ Առաջին ամուսինս սիրում էր ռոք երաժշտություն, եւ իր շնորհիվ ես թեպետ հիմքում կար շատ հին խմբեր, Led Zeppelin, Nazareth եւ այլն, բայց իր շնորհիվ ես ծանոթացա ռոք ժամանակակից երաժշտությանը։ Ոչ միայն դա կոմպրոմիս էր այն ժամանակ, որտեղ ես միայն ջազ էի լսում կամ սոուլ էի լսում։ Սկզբում կոմպրոմիս էր, բայց հետո հասկանում ես, որ եթե դու ուզում ես լիարժեք տիրապետել քո ոճին, դու պիտի առհասարակ իմանաս ոլորտը։ Երբ որ ասում են, ես ջազմեն եմ, ես ռոք չեմ սիրում, չեմ կարող։ Ես կան ոճեր, որոնց մեջ չեմ կարողանում երգել, որովհետև դա իմը չի։ Դա country-ն է։ Եվ դա ռեգեն է, բայց պարզվեց, որ ես այդպես ասել եմ, բայց ես ռեգե երգեր ունեմ իմ երգացանկի մեջ, հավելեմ նույնիսկ բառեր ունեմ գրված այդպիսի մի ռեգեի համար, քարերի ամրոց մեր երկիր հայոցը։ Այսինքն ես այդ րոպեին չեմ մտածում, որ չէ որ մենք էլ կարող ենք այդ ոճերի մեջ մեզ ազատություն տալ։ Չենք ասում, ախր սա էլ է ռեգե, որտեղ մենք ռեգե որ ասում ենք, ասենք կամ Bob Marley-ին ենք հիշում կամ Eddie Grant-ին ենք հիշում, հասկանում ես, այդպես չի, բայց country չէ, country չեմ երգում։ Իսկ առաջին սիրահարությունը դպրոցում եղել է դպրոց։
Մանկապարտեզում Օ, նկար կա մի հատ, մանկապարտեզում ես 2 տարեկան եմ եւ մի տղա կա այդ նկարի մեջ, որ նստած լաց է լինում։ Մաման ասում է, այս տղայան Արթուրիկ է եւ դու իրեն սիրահարված ես։ Դե ես չեմ հիշում բնականաբար, բայց հուսամ Արտուրիկը ձեր սիրուց չի լացել։ չեմ կարծում, հակառակը։ Կարճ չէ, որ դա խաղալիքի թեմա է եւ ես անկյունում եմ կանգնած ինքը հեռվում է։ Չէ, իմ սիրուց ինչու՞ Իսկ այն որ հիշվող սիրահարություն է, որ այ կարող եք ասել, որ այ դա առաջին սիրահարություն էր։ Դպրոցում, հա, դպրոցում դա շատ լուրջ էր։ Այնքան լուրջ էր, որ ինքը այդ տղան 10-րդ դասարանում էր, ես 7 թե 8, չեմ հիշում։ Ինքան էի սիրահարված իրեն, որ դե ինքը չգիտի բնականաբար։ Որ ինքը գալիս էր դպրոց, իմ օրը գունավորվում էր։ Այդքան բան։ Դա շատ հեքիաթային էր, էլի սերը։ Հետո ընդհանրապես մի ամառային արձակուրդ եւ ճամբար եւ մոռացել։ Դե ավարտեց գնաց, ես տենց մնացի մենակ։ Ես մնացի իմ հեքիաթներով։ Այդ երիտասարդ տարիքի սիրահարությունն ու այս տարիքի սիրելն ու սիրահարությունը տարբեր են իրարից։ Իհարկե։ Ինչո՞վ։ Առասարակ որ ասում են առաջին սերը ուրիշ է, ուրեմն յուրաքանչյուր սեր դա ուրիշ է։ Յուրաքանչյուր սեր առաջին սեր է։ Որովհետև չես կարող պայմանական այն մեկին սենց մի քիչ սիրեցի, այս սրանն մի քիչ սենց սիրում։ Չի լինում։ Մարդ սիրում է իր բնությունով, իր բոլոր զգայարաններով, իր բոլոր հույզերով, հնարավորություններով, մտահորիզոնի հնարավորություններով, երևակայությամբ։ Ինձ համար կարևորագույն բանը տղամարդու մեջ դա խելքն է։ Կարծում եմ զգայական բառը դա սեքսուալ բառն է, այսպես ասեմ, sensual, զգայական։ Կարծում եմ, որ ամենախելացի տղամարդն է, որ ամենագայթակղիչը կարող է լինել ինձ համար։ Հումորով տղամարդն է, դեպի որ կա խելք, չի կարող հումոր չլինել։ Եվ իհարկե առատաձեռն տղամարդը, որովհետև ժլատ տղամարդիկ զզվանք են առաջացնում։ Ընդ որում քիչ կարևոր չի թե իրենք ինձ վրա ինչ-որ բան կծախսեն, թե չէ, առասարակ, երբ որ տեսնում եմ տղամարդը ժլատ է, իր ընտանիքի հետ, իր կնոջ, իր զավակների հետ կապված, առասարակ ինչ-որ նմանատիպ տեքստ եմ ուզում, զզվանք է առաջացնում դա։ Տղամարդը լայն լինի, խոշոր լինի։ Ընդ որում կարևոր չի ինքը ձեռք ունի գումար թե չէ, որտեվ երբ որ ունենում ես դու զգում ես, որ ինքը առատաձեռն է։ Հետո դա այստեղ էլ է։ Այո։ Չէ, ուղղակի կոնկրետ զզվանք, այդ որակավորում այդպեսն է, կոնկրետ զզվանք ժլատ տղամարդկանց նկատմամբ։ Իսկ վերջին շրջանի ամենաուժեղ սիրահարությունը երբ է եղել։ Վերջին շրջանը չեմ հիշում։ Չեմ հիշում, որովհետև մարդ սիրահարվում է, սիրում է, երբ շատ հանգիստ է լինում, երբ խաղաղ է լինում։ Ես հանգիստ ու խաղաղ չեմ։ Գոնե 8 տարի այդպես է։ Այնպես որ շատ լավ բան է սիրահարված լինելը։ Սիրելը առավել լավ բան է։ Սիրահարվածությունը ավելի երկար է տևում, քան սիրելը։ Երբ որ սիրում ես, դա շատ մոլեգին, դա շատ մեծ վրձնահարված է, այսպես լավ ներկով, այսպես վրձնահարված է։ Եվ հաճախ շարունակություն չի ունենում։ Սիրելը։ Հա։ Որովհետև ինքը կարող է այդպես ներկչորանա ու մնա գեղեցիկ պատկեր ուղղակի քո կյանքում։ Անվերջ սիրահարվածությունը դա հարատև է։ Հետո թրթիռ կա, չէ՞, սիրահարվածության մեջ։ Թրթիռ կա։ Սիրուն բան է եւ շատ կարեւոր է։ Ես անտատ ընկերներիս հետ որ խոսում եմ, ասում եմ երեխեք, ոնց որ ես չլինեմ, որովհետեւ ես այն մարդն եմ, որ երգում էի, չեմ կարող ապրել առանց սիրո եւ դա այդպես էր։ Ապրում եմ էլի։ Ինձ գտնում եմ իմ սիրային պատմությունները դա իմ համերգն է։ Իմ մենահամերգներն են, որտեղ ես սիրո մեջ եմ, որտեղ ես երգում եմ։ Իմ անսերությունը լցվում է նկարչությամբ, որը դարձած սեր է։
իմ անսերությունը իմ մասով, իմ անձնական մասով անսերությունը լցվում է բոլոր ընկերներիս, քեզ, բոլոր ընկերներիս սիրելով, հասկանում ես։ Եվ այնուամենայնիվ, բայց ուզում ես, չէ՞։ Իհարկե ուզում եմ, չեմ կարողանում, բայց շատ եմ ուզում։ Շատ։ Ուզում եմ սիրարվել, կապ չունի իմ, նայ, չեմ ասում տղամարդ եմ ուզում ինձ կողքից։ Ուզում եմ սիրարվել, չի ստացվում։ Ու դա ինձ նման չի։ Բայց կան այն տղամարդիկ, որոնց կարելի է սիրահարվել։ Հա, Մել Գիբսոնը։ Մեր շուրջը։ Մի քիչ ուշ ասացի։ Այսօր տղամարդու կերպարը այնքան խեղաթյուրված է, մեր օրերը լցնող թեմաների պատճառով այնքան խեղված է այդ կերպարը տղամարդու, որ իմ շրջապատի տղամարդիկ ինձ համար իմ մարտական ընկերներն են։ Այսինքն դա գաղափարակիրներն են, դա Արցախը սիրող տղերքն են, որոնք որ չեն լռում այդ մասին, բարձրաձայնում են, թիրախավորվում են հաճախ, բայց իրենց բացի մարտական ընկեր ընկալելուց չեմ կարող այլ չգիտեմ դեռ այդ ոնց է, այնց չեմ կարողանում։ Ես հիմա պատրաստ չեմ դրա կարիքը շատ կա, որտեվ դա նոր հույսեր է լցնում քո մեջ, դա այտերը դե շարագունում, դա կյանքդ է փոխվում, բույրն է փոխվում օրվա, ամեն ինչն է փոխվում։ Ես այդ ամեն ինչը գիտեմ։ Ես այդ ամեն ինչը կարոտել եմ եւ կուզեի լիներ։ Չեմ կարողանում այդպես, պատրաստ չեմ։ Իսկ քեզ հաճախ է սիրահարվում, կան չէ կանայք, որ չես հասկանում ինչպես է տեղի ունենում, բայց այդ կնոջը մի տեսակ անընդհատ սիրահարվում է։ Երևի ջան, հա, անընդհատ ուշադրության կենտրոնում է։ Այնքան շնորհակալ եմ դրա համար Աստծոց, որովհետև եթե չլինեին այդ սիրահարված պատմությունները, եթե չլինեին այդ նամակագրությունները, չլինեին այդ ծաղիկները, այդ ուշադրությունները, հատկապես վերջին տարիներին, որպես կին կարող էի ուղղակի ջախջախվել, վերջանալ եւ մի օր ինքնասպան լինել, այդ հաշվով։ Որովհետև տարիներ շարունակ աշխատվել է կին Շուշան Պետրոսյանի դեմ, ծաղրանկարներով, զազրախոսություններով, բամբասանքներով, դավաճանություններով, սպառնալիքներով, հասկանում ես։ Բայց ես գիտեմ։ Երկու մեծ պատմություն եք ունեցել, երկու ամուսնություն, երկու երեխաներ, այո, երկու տղամարդ, եւ երկուսն էլ ստացված պատմություն այդ դիապազոնի մեջ։ Բաժանումներն են ինձ հետաքրքիր։ Ինչ տարբերություն կային այդ երկու անջատումների մեջ։ Հա, տարբերություն կա, որտեղ ես էի մեծ ավելի։ Առաջին բաժանության ժամանակ շատ լավ ընկերներ ենք առաջին ամուսնուս հետ։ Շատ լավ ընկերներ, որովհետև ուսանողական տարիներից ենք ընկերներ։ Ես պարզապես չհամաձայնեցի իր հետ մեկնել հայրենիքից։ Դա եղավ պատճառը։ Մնացի տղայիս հետ էստեղ։ Հետո միասին մեծացանք ես ու տղաս։ Հետո հանդիպեցի երկրորդ ամուսնուս, որը ինձ ուղղակի հետապնդում էր։ Հետապնդում էր ամեն Աստծո օր ես ունեի 2-ից 3 նամակ։ Գեղեցիկ հայերենով, լավ պոեզիայով, այսինքն դա ինքը հետևողականորեն ամեն ինչ արեց, որպեսզի ամուսնանանք մենք։ Ինքներ գրում նամակները։ Ահա, ես ինձ էի ճանաչում։ Չէ, ես մի փոքր ենթատեքստով հարցը տվեցի։ Ինքներ գրում, հա, ինքներ գրում։ Հիմա էլ որ հետո խոսես, միշտ շատ բարեկիրթ ինքներ գրում, հա։ Ինչու ամուսնացաք նրա հետ։ Որովհետև սիրված լինելը գժվելու բան է, եւ մեկ գայթակղիչ։ Իսկ ինքը ինձ շատ սիրուն պահեր անուվիրել։ Առաջին ամուսնուս հետ մեկ ընկերներ ենք եղել։ Չմեկնեցի, հետը ինքը գնաց։ Երկրորդ ամուսնուս հետ շատ տարբեր էինք մեր եւ միջավայրը տարբեր էր, ինքը լրիվ ուրիշ միջավայրից էր, ես ուրիշ միջավայրից եմ։ Բայց ის սիրահետերն էր շատ սիրուն։ Եվ միշտ, այսինքն 10 տարի մենք ապրել ենք իրար հետ, 10 տարի ինքը ինձ անվերջ տոներ է նվիրել։ Ափսոսանք։
Չէ, բայց մեկ կարոտ լինում է, որովհետև ինչ որ իրավիճակներ լինում, տղայիս ասում, գիտես, պապա, այնպես բան արել ու ծիծաղում ենք իրար հետ, որտեղ շատ հումորով է։ Չէ, երկուսի համար էլ չեմ ափսոսում, երկուսի համար էլ իսկապես չեմ ափսոսում, շատ շնորհակալ եմ իրենց, որ ինձ հրաշալի երկու զավակ են նվիրել, այսքանը։ Ուզում եմ, որ առողջ լինեն, հաջողակ լինեն երկուսն էլ, բայց այդ պատմությունը ավարտվել է։ Այն շարունակական է միայն մեր զավակների մեջ։ Ուրեմն երկուսն էլ թող առողջ ու երջանիկ լինեն։ Ինչով են զբաղվում ձեր զավակները։ Այս հարցը ինչի եմ տալիս։ Այս հարցը տալիս եմ, որովհետև անկախ այն բանից, որ բոլոր գիտակից նորմալ մարդիկ դեմ են, որ որևէ մեկի երեխային թիրախավորում են, այնուամենայնիվ շատ են այսօր մարդիկ, ովքեր անդեմ հայացքներով կամ առանց դեմքի նստած գրում են, եւ նրանց նյութ է, չէ, պետք է անընդհատ, երբ որ մարդուց էլ խոսելու բան չկա, անցնում են երեխաներին եւ վստահաբար հյուսում են իրենց լեգենդը։ Ես հիմա կուզենամ այտենց պատմենք էլի երեխաները ու պատմի այն մարդը, ինչով են զբաղվում երեխաները, որ ինքը գիտի, որ ոչ ոք չի հյուսում, ոչ ոք չի հորինում, ոչ ոք չի պատրանքներ ստեղծում։ Այդ առաջին դեմքից այս խոսակցությունը Իմ ամենակարևոր երկու երգերը։ Իմ ամենասերերը։ Իմ Գրիգորն ու Գագիկը։ Մենք 3 ընկերներ ենք։ 3 շատ մտերիմ ընկերներ ենք։ Որովհետև ես ու Գրիգը իրար հետ մեծացանք, հետո Գագը որ ծնվեց, ես ու Գրիգը արդեն իրանով էինք զբաղվում, այսինքն այդպես լավ բան է, եռյակա։ Գրիգորս նկարիչ եմ։ Երբեք չեմ ասել այդ բանը, բայց տաղանդավոր տղա է։ Ես իմ ծնողների նման եմ, իրենք էլ են շատ սակավախոս եղել, միշտ ինձնից միայն պահանջել են եւ շատ խիստ են եղել եւ հայրս եւ մայրս, եւ կարծում եմ, որ դա եթե ես ինչ-որ մի ձեռքբերում ունեմ, կարծում եմ դրա շնորհիվ է։ Որովհետև երեխային պետք է սեր տաս, բայց անվերջ նրան ածականներով եւ այդպես գնահատանքի բարձր, ամենաբարձր արժեքներով օծելը մի քիչ սխալ է, թակավոր տղերք մեծացնելը սխալ բան է։ Տղան պետք է ինքը դառնա ու որոշի ինքը թակավոր է, հրամանատարա թե զինվոր է։ Եվ վատ բան չի լավ զինվոր լինելը։ Գրիգորս նկարիչ է, բայց առասարակ նկարիչ լինելուց բացի ինքը շատ արվեստագետ է, շատ արվեստի մեջ է եւ գիտի լավ երաժշտություն, կինոարվեստ, հետաքրքիր շատ նկարչություն է անում, տաղանդավոր արվեստագետ է, տաղանդավոր մարդ է եւ իմ լավ ընկեր է եւ բացառիկ այլմոլորակային իր ազնվությամբ ներկայիս այն ինչ որ տեսնում եմ իմ շուրջ, բացառիկ ազնիվ մարդ է եւ չեմ կարծում, թե հեշտ է։ Հեշտ մարդ չի։ Բայց իր հետ շատ հանգիստ եմ, որովհետև ինքը իմ ազնիվ ընկերն է։ Շատ անջատված, որովհետև կարող է նույն հարցը ամեն օր տա ու չի հիշում։ Այ բալես հավայ ճիշտ եմ մոռացել էի, կամ շուշ մոռացել էի բան։ Շուշը լա հիշացրու ես ինչա։ Այս հենց այ բալես երեք ասեցի, հավայ ճիշտ է։ Էսա։ Ինքը իր արվեստի մեջ է, իր նկարչության, իր ցուցահանդեսների, իր պսիխոանալիզի, հոգեբանության, գրականության, ֆիլմերի, շատ հետաքրքիր արվեստագետների միջավայրում շատ հետաքրքիր կերպար է իսկապես։ Իսկ Գագիկը։ Իսկ Գագիկս 12 տարեկանից առաջնագիծ են ուղարկում այդ բանչի քո տղերքը, այ Գագիկս այս տարի գնում է բանակ։ Գագիկս սովորում էր քոլեջում, հիմա քոլեջը կիսատ թողեց ուսումը, տեղափոխվեց դարձյալ դպրոց, որ կավարտի այս տարի դպրոցը, թմկահար է, նվագում է արդեն փորձառություն ունի նույնիսկ կամերներ նվագելու, բայց շատ հետաքրքիր բան ասեց, երեք խոսում ենք, ասեց մամ գնում եմ ռոք երաժիշտների հետ նվագելու, ասեցի շատ լավ ես անում, որովհետև երաժիշտը պիտի ամեն ինչ նվագի։ Միշտ չեմ հասկացել իմ ջազմեն ընկերներին, որոնք որ ռոքին տենց մի քիչ սարկաստիկ են վերաբերել եւ ռոքմեն ընկերներից, որոնք որ ջազին են տենց վերաբերել։ Ընկեր, եթե դու երաժիշտ ես, դու պիտի ֆոլկլորից սկսած, դասականով սկսած, ֆոլկլորով, դասականով, ռոքով, ջազով, աշխարհի երաժշտությամբ,
ամեն ինչ պիտի իմանաս, որովհետև եթե դու ամեն ինչ գիտես, քեզ հեշտ է քո ոճի մեջ լողալը։ Եվ ուրախ ասիա շատ լավ բան է ասում տղաս, ասեց հա ինձ էլ է հետաքրքիր, ինչ ձևով է մտածում ռոք երաժշտությունը։ Հիմա դեռ սովորում եմ, պարապում է եւ շատ սիրում եմ որ նվիրյալի պես է պարապում, այսինքն 3-4 ժամ տնից գնում է պարապում է, գիտեմ որ սոված արդեն սեղանը պատրաստ, սպասում եմ իրեն, որ պիտի գա ուտի, որ երեկոյան գնա նվագելու։ Կարողացել եք նրանց այնպես պատրաստել, նախապատրաստել, դաստիարակել, որ պատրաստ լինեն կյանքին որպես տղամարդ եւ հետագայում կանանց երջանկացնող, մեծարող, ուրախացնող, գնահատող տղամարդիկ լինեն։ Հուսամ որ այդպես է։ Մի հատ իմ հնարքներից մեկը ասեմ, երբ որ տաքսի էինք նստում, այսպես աննկատ գրպանն էի դնում գումարը, որպեսզի ինքը վճարի։ Եվ այսպես նստում էինք, եւ ես դուրս էի գալիս, իրանք ասենց պստիկ տղաներ էին երկուսն էլ։ Երկրորդի ժամանակ ավելի ամուսնուս մեքենա ուներ, երկրորդի ժամանակ մեր մեքենան էր, բայց եթե միասին էինք ինչ որտեղ գնում, երկրորդի վրա էլ էի դանում։ Մեծիս հետ շատ ավելի եմ կիրառել, որտեղ տաքսիով էինք գնում գալիս եւ գրպանը դնում էի այսպես, ինքը գիտեր ասենց աչքով էի անում, ինքը գիտեր որ ինքը պիտի անի որտեղպես է։ Դա մնաց, այսինքն ես որ տեսնում եմ տղաներս, որ ընկերուներից ճամփու են դնում կամ տատիկին են իջնում դիմավորելու կամ որևէ միկին են տեսնում, ոնց են մեքենան բացում, բան ես դա չեմ սովորացնում, չեմ ասում գնա բաց։ Հատուկ։ Ես տեսնում եմ որ դա անում են եւ դա ինձ շատ դուր է գալիս։ Պստիկս տարել էի Վարշավիր, մի տարի 8 ամսական էր։ Մեկ էլ Վարշավիրի ձայնը Արարատի, ես քո ցավը տանեմ, ֆազեցին ես ասում, ինչ ա եղել արա։ Ասում են, նայեք ցանցիկը։ Դուք ով ա խոսում։ Մի տարի 8 ամսական տղան, որ գնացել է իր լոգոնիկները կտրել, դուք ով ա խոսում։ Եվ Վարշավիրս ապշել էր։ Դուք ով ա խոսում։ Շուշու քո ցավը տանեմ, ես ինչ երեխեք ես դաստիարակել, որտեվ առաջինն էլ է իր մոտ գնացել, երկրորդն էլ։ Էդ իրա, նայեք տեսեք ճանճիկը, ցանցիկը։ Ճանճիկ էր եկել թռել։ Հաճելի է։ Իհարկե։ Փոքր քայլերի արվեստը։ Խնդիրներ իհարկե կան, որովհետև ես եւ իրենք չեն կարող նույն կերպ մտածել։ Իրենք անհատականություններ են իրենց ծննդյան առաջին վայրկյանից։ Եվ այնպես չի, որ ես երկուսին էլ նույն ձևով եմ, որտեղ ամեն մեկը իր բնավորությունն ունի։ Ես գուցե երկուսին էլ նույն ձևով եմ լողացրել, մերսել, պամպերսները հագցրել, հետագա ճաշիկներ պատրաստել եւ այլն։ Քիմքը գուցե նույնն է երկուսի, բայց սա սիրում է սա սիրում է սա։ Եվ առասարակ սխալ է, երբ որ անհատականությունը կորցնում են եւ թակավոր տղերք են մեծացնում։ Տղան մեծանում աստոր, սրիկա, բայց դե պապան ասում էր թակավոր, հա, ոնց կլինի դեն։ Այդ էպիտետներից բաց թողեք էլի ձեր երեխեքին։ Սխալ բան է դա։ Թողեք ինքը որոշի։ Ինքը դառնում է հրամանատար թե զինվոր, որովհետև ինքը երջանիկ է, երբ որ ինքը զինվոր է ու մնում է զինվոր։ Եվ շատ դժբախտ է, երբ որ ինքը զինվոր է, բայց իրան ստիպել եք փոքր ժամանակ, որ ինքը կարծի հրամանատար է։ Պատմությունը սխալ է գնում, չի կարելի այդպես։ Անհատականության հետ պետք է առասարակ երեխայի հետ պետք է հաշվի նստել։ Իհարկե։ Իմ թանկագին այս զրույցը ինձ թվում է կարող է այսպես կլասիցիզմի դարաշրջանին օրերով, ժամերով գնալ, բայց ուզում եմ շնորհակալություն ասել այս հանդիպման համար, այս քննարկումների համար, քեզ լսելու հնարավորություն ունենալու համար։ Ես էլ ուզում եմ քեզ շատ շնորհակալ եմ եւ շատ ուզում եմ քեզ իմ շնորհակալությունը հայտնել, որ ստեղծեցիր այս ջերմ մթնոլորտը։ Փաստորեն ինչ ճիշտ էր, որ վերջապես եղավ մեր հանդիպումը։ Ֆանտաստիկ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM